Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Ոչ մի անգամ չի գնացել ծովյալ։ Երրորդ օրն է, 3 տարեկան Տիգրանի որոնումները արդյունք չեն տալիս։ Ոչ հետ, ոչ իմ։ Երևանը դրական է գնահատում Բաքվի հետ շփումների տեմպը։ Վատը չէ։ Ադրբեջանը պնդում է սահմանադրությունը փոխելու պահանջը։ Ըստ Հովհաննավանքի քահանայի կարգալույց հոգևորականը փոխել է եկեղեցու դռան կողպեքը։ Վերափառի տված բնակարանի կողպեքն էլ են փոխել իդեպ, որտեղ աշխատող չէր։ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում իմպիչմենթի ծրագրից, Մասիսի կալանավորված քաղաքապետը կմնա վարչապետի թեկնածու։ Իմպիչմենթի գործով Չնայած հրադադարին Իսրայելը ծանր հարվածներ է հասցրել Գազային։ Նախ ծափաթաղ տեղափոխվենք, երրորդ օրն է չեն գտնում 3-ամյա Տիգրանին։ Նա համր եղբոր հետ դուրս է եկել զբոսանքի, վերադարձել է միայն եղբայրը։ Ով ինչ շորի կտոր է գտնում, լուսանկարում Տիգրանենց տուն է վազում։ Էսա շալվար։ Այս նույնի շներքերն ա եղել։ Փոքրիկին հորաքույրն է հագցրել բակ ուղարկել, այս շապիկի գույներով ու նախշերով տաբատ էր հագին ու մոխրագույն վերև, նապաստակներով հողաթափ։ Ավակ եղբոր հետ է եղել, եղբայրը մենակ է տուն վերադարձել։ Ուր կորավ 3-ամյա տղան, երրորդ օրն է, նրա հետքն անգամ չկա։ Մայրը տեսավ, որ չկա։ Ասեց քնած, ասեց չէ, ստեղ էր խաղեր անում։ Հետո նայեցինք, տեսանք չկա երեխան։ Ման եկան, տեսան, որ չկա, զանգեցին 911։ Տիգրանն իրենից 2 տարով մեծ եղբոր հետ է եղել, նա համր է, հորաքույրն ասում է, երբ հարց են տալիս, մի բան է ցույց տալիս։ Տանում տեղ հաշտալի հոսը, բողազն հոպտալ։ Ուրեմն երևի ողջացրել են, ինչ են նրան, չգիտեմ։ Այսինքն երեխան կոկորդն դինա ցույց տալիս։ Հա։ Երևի վախեցրել են, ինչ են նրան։ Չգիտեմ։ Կամ բայց վերջ չի, հուրան է երեխեն։ Երեխայի մայրը մյուս 4 երեխաների հետ Սևան հարցաքննության է, իսկ Ծափաթաղ գյուղի հարակից տարածքներում մինչև լճի ափ որոնողական աշխատանքներ են։ Այս պահին 3370 հեկտարից ավել տարածքում 7 ուղղություններով իրականացում։ Ըստ հարազատների Տիգրանը եղբոր հետ բակում է խաղացել, բայց գյուղացիներից մեկը նրան տեսել է ավելի հեռու կամրջի մոտ։ Կամուրջը մայրուղու կողքին է, իսկ եթե մայրուղին էլ անցել է, ապա այդտեղ դեպի Սևանա լճի ջրերը տանող Չիչխանի խիտ ու փշոտ անտառներն են։ Ներքին գործերի նախարարության ավելի քան 300 փրկարար է ներգրավված որոնումներում, անտառներում քայլելով, մոտոներով, շներով, դրոններով, վերևից եւ նավակներով ջրի վրա։ Շարունակվել են այնքան ժամանակ բոլոր վարկածները, որոնք բնակիչների կողմից կամ մեր կողմից արդեն եւ ոստիկանների կողմից ուսումնասիրվել են, բոլոր վարկածների շուրջ որոնական աշխատանքները շարունակվում։ Ծափաթաղում Տիգրանենց տնից ոչ շատ հեռու շտաբ է ձևավորվել, աշխատանքները փրկարար ուժերի վարչության պետն է համակարգում։ Այստեղ էր նաեւ Գեղարքունիքի մարզպետը։ Հիմա ռադիուսը գրեթե կրկնակի անգամ ավելացրել են եւ ավելի մեծ շարավղով են որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում, այս պահին մոտ 470 անձիկ են որոնման աշխատանքներ կազմակերպում, իրականացում, առաջիկա 1 ժամվա մեջ եւս 200-ով կավելանա։ Վաղ առավոտից նաեւ մոտոներն են միացել որոնողական աշխատանքին։ Ամեն տեղ չի որ մոտոն կարա անցնի, տեղ չորեքթաթ ենք անցնում, աբլի պիխայի թփերի մեջով, այս թփերի մեջով մոտոն պրոս չի կարա անցնի։ Բայց մեկ է, որ լեն տարածքը մոտոն լավ է կալում, օրինակ այն վերևի դաշտերը երևում է ձեր մոտից։ Այն դաշտերը ահագին արագ հսկվել են մոտոյով, բայց Չի հայտնվում։ ոչ հետ, ոչ իմ։ Ամբողջ այն, որ ինչքան հնարավոր է մեր սահմաններում էլի մոտոյի հնարավորության չափով, մեր հնարավորության չափով փորձել ենք ոչ մի ինչ որ նշան, ոչ մի բան չենք տեսել էլի։
Մարզի տարբեր բնակավայրերից այստեղ կամավորներ են եկել, զննում են թփերը, այս ու այն կողմ թափված տոպրակները, ամեն շորի կտոր։ Ոչինչ, ոչ մի բան, ոչ մի հետք։ Ասենք հնարավոր չէր այդ երեխան այստեղ մտներ ու ինչ-որ շորի կտոր կամ արյան կտոր կամ կոշիկ կորած կամ ուղղակի ոնց որ սենց անհայտացել է։ Քննարկվում են երեխայի անհետացման բոլոր վարկածները։ Տեղում իրավապահներն են աշխատում, ասացին, որ Տիգրանի եղբոր հետ լոգոպեդ հոգեբաններ են աշխատել։ 3-ամյա երեխան տնից այդքան կհեռանար, մինչև մայրուղի մոտ 1 կիլոմետր է, հորաքույրն ասում է միշտ միայն բակում է խաղացել։ Ոչ մի անգամ չի գնացել ծովյա։ Չէ։ Բայց որ շատ ճարպիկ ու արագավազ է, սա էլ են շեշտում տան անդամները։ Ինքը շատ ճարպիկ երեխա է արել։ Լավ է քայլում էր, լավ ճարպիկ երեխա է արել ինքը։ Տիգրանը քույր ու 3 եղբայրներ ունի, նրա ծնողները այս տանն ապրում են հորաքրոջ նույնպես բազմանդամ ընտանիքի հետ, բոլորով 14 հոգի են, սոցիալական ծանր խնդիրներով, ընտանիքում նաև հաշմանդամությամբ մարդիկ կան։ Առավոտից Սևան հարցաքննության մեկնած մայրն ու երեխաները երբ վերադառնան, ինչ են ուտելու, հորաքույրը ցույց տվեց եռացող թեյնիկը, հաց ու պանիրով թեյ ասաց։ Այլ թեմաներ Ադրբեջանը շարունակում է պնդել խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայմանը, փոխել Հայաստանի սահմանադրությունը, որտեղ Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում, բայց դա չի խանգարում, որ Երևանն իր հերթին պնդի, թե խաղաղությունը հաստատվել է։ Հայաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ շփումների մեջ են տարբեր հարցերով, հայտարարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մանրամասնելով, թե խոսքը որ կառույցների մասինն է։ Սահմանազատման Սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է իր ուղղությամբ աշխատում, արտաքին գործերի նախարարությունը համապատասխան իրենց օրակարգով է աշխատում, անվտանգության խորհուրդը եւ Արմեն Գրիգորյանը իր գործընկերոջ հետ է աշխատում, կլինեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը։ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ձեռք բերած համաձայնություններից հետո հայտարարում են խաղաղությունը հաստատված է։ Այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սահմանազատման գործընթացը 1.5 տարի է տեղից չի շարժվում, թեև անցած տարի Տավուշի հատվածում այն տևեց մոտ 1 ամիս։ Սահմանազատման կանոնակարգը չհաստատված հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղերը վերադարձվեցին Ադրբեջանին։ Լուծված չեն նաև հումանիտար խնդիրները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր ասաց, հայ-ադրբեջանական ակտիվ շփումներից եթե արդյունքներ լինեն, հանրությունը կտեղեկանա։ Եղածից էլ Արայիկ Հարությունյանը դժգոհ չէ։ Կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում վատը չէ, օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմանը հայ պաշտոնյաները վերջին ամիսներին շատ չեն անդրադառնում։ Ադրբեջանից են պարբերաբար հիշեցնում, այն ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Հայաստանում ծրագրում են ընդունել նոր սահմանադրություն, բայց պնդում են, թե դա ներքին որոշում է եւ կապ չունի Բաքվի պահանջի հետ։ Արայիկ Հարությունյանից այսօր հետաքրքրվեցինք, խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը կողմերն այժմ քննարկում են, հնարավոր է առաջիկայում հասնել դրան։ Երկկողմ շփումներում այդ հարցը անընդհատ կա եւ պետք է փորձենք նաեւ ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթղթը ստորագրվի։ Արդյոք Երևանի եւ Բաքվի շփումների արդյունքում կհաջողվի առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Հայ պաշտոնյաները միայն նշում են, թե մայրօրենքի վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները հիմնավոր չեն։ Բաքվից պնդում են Հայաստանի սահմանադրությունը, որում հղում կա անկախության հռչակագրին տարածքային պահանջներ է պարունակում այդ երկրի նկատմամբ։ Վարչապետը եւս կարծում է, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ դրա բովանդակությունն այն մասինն է, որ Հայաստան չի կարող գոյություն ունենալ։ Այս կարծիքին է նաև Արայիկ Հարությունյանը։ Ես կարծում եմ, որ անկախության հռչակագրում
կան որոշակի խնդիրներ։ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքացիական պայմանագիրը կլծվի նոր սահմանադրության ընդունման գործին։ Թե երբ կլինի հանրաքվեն, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, ժամկետների շուրջ քննարկում չկա։ Պաշտոնյան այսօր դարձյալ պնդեց, իրենք պատրաստվում են ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների։ Գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում եւ դա պետքա գնահատվի։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ ուրեմն գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամն է իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը։ Քաղաքացիական պայմանագրի վարչության վերջին երկու նիստերի օրակարգում ընտրություններն են եղել։ Արդեն հայտնի է, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է հենց Արայիկ Հարությունյանը, իսկ падգամավոր Վահագն Ալեքսանյանը իրականացնելու է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալի աշխատանքը։ Իդեպ պետքարտուղարությունից ադրբեջանական ռիփորթին հայտնել են, որ Վաշինգտոնը նախատեսում է մինչև այս տարվա վերջ աշխատանքային առաջին խմբերը ստեղծել Երևանի եւ Բաքվի հետ սահմանազատման, ականազերծման եւ Թրամփի ուղու ենթակառուցվածքների զարգացման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է խաղաղության 8-րդ համաժողովին, վաղը նախատեսված է նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր անդրադարձել է նաև բարձրաստիճան հոգևորականին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածմանը, նկատի ունենալով, որ ազգային անվտանգության ծառայությունը հենց Նիկոլ Փաշինյանի ենթակակառույց է։ Բաղնիկ, ննջարան եւ այլն։ Միանշանակ դատապարտում եմ եւ հրապարակումը եւ տարածումը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ենթակա ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է, թե ինչպես են մարդու անձնական կյանքի ինտիմ մանրամասները տեսանկարահանվել ու տարածվել համացանցում։ Հարցն ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արտվիկ Մինասյանն այսօր ուղղեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Ըստ Մինասյանի, եթե այդ տեսանյութը նկարահանել է ԱԱԾ-ն, ապա այդ կառույցը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Իսկ եթե տեսանյութը ԱԱԾ-ի ձեռքի գործը չէ, սա էլ նշանակում է, որ իրավապահ այդ կառույցը ուղղակի իր տեղում չէ։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր իր լիազորությունների շրջանակում անում է, պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը պնդեց չի դիտել այդ տեսանյութերը, բայց եւ կոչ արեց իշխանության քննադատության թիրախում հայտնված Արշակ Սրբազանին դիմել իրավապահներին։ Իմիջիալից ես որևէ տեսանյութ կամ նյութ սրա հետ կապված նույնիսկ չեմ բացել, բացի վերնագրերը տեսնելուց։ Ենթադրում եմ, որ Արշակ Խաչատրյանը դիմաց կլինի իրավապահներին։ Իրավապահներին, մասնարապես գլխավոր դատախազությանը, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոչ թե Արշակ Սրբազանը, այլ Դանիել Իոնիսյանի ղեկավարած իրազեկ քաղաքացիների միավորումը։ Հաղորդման մեջ նշվել էր, որ հոկտեմբերի 25-ին տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է տեսանյութ եւ կից տեքստ, որից պարզ է դառնում, որ գաղտնի կերպով տեսանկարահանվել է Արշակ Սրբազանի անձնական կյանքը ինտիմ մանրամասներով։ Կազմակերպությունը պահանջել էր քրեական վարույթ հարուցել մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունը առանց նրա համաձայնության օգտագործելու եւ տարածելու հիմքով։ Դատախազությունը այս հաղորդումը միայն 4 օր անց այսօր ուղարկեց քննչական կոմիտե։ Կոմիտեն առաջիկայում պետք է որոշի Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի մասով քրեական վարույթ հարուցել, թե ոչ։ Միանշանակ պետք է համապատասխան մարմինները եւ ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար։ Իդեպ թեև ԿՊԱ-ականները վերջին օրերին դատապարտում են անձամբ վարչապետի սուր քննադատության թիրախում հայտնված Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածումը, սակայն ընդդիմադիր Արտվիկ Մինասյանը խորհրդարանում հարց բարձրացրեց, թե լուրեր են շրջանառվում, որ տեսանյութի տարածման ետևում հենց վարչապետի աշխատակազմում աշխատող անձինք են։ Տարբեր ասեկոսներ կան, մասնավորապես կապելով հենց ձեր աշխատակազմում աշխատող առանձին անձանց մասով, եթե դա իրականություն չէ, հստակ արձանագրենք, որ իրականություն չէ, կամ եթե կա բացահայտում, ապա հրապարակենք եւ այդ հրապարակման հետևից պետք է գնան կոնկրետ նաեւ մարմինները։ Հնարավոր կապերի առնչությունների մասին եղել են բազմաթիվ
հրապարակումներ, եղել են բազմաթիվ հերքումներ։ Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում եւս Արայիկ Հարությունյանը պնդեց, իրենց իշխանությունը նման արտահոսքերի հետ կապ չունի։ Նկատենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցի իշխանություն դիմակայության շրջանակներում դեռևս հունիսին անձնապես էր թիրախավորել Արշակ Սրբազանին, նրան անվանելով մեջբերում եմ Պոռնկաբարո։ Ըստ էության սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանի։ Սկանդալային տեսանյութի տարածման ֆոնին վարչապետ Փաշինյանը շարունակում է թարմ պահել կաթողիկոսից ազատվելու թեման։ Այսօր վաղարավոտյան նա կրկին պնդել է, կուսակրոնության ուխտը խախտած ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է համարվում եւ հետեւաբար նա չի կարող կարգալույծ անել Հովանավանքի քահանային։ Հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովանավանքում եւ ես ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովանավանքում մասնակցելու եմ Սուրբ եւ անմահ պատարագ։ Մայրաթորը կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագը անօրինական ճանաչելով 3 դարձյալ հիշեցրել էր Ստեփան Ասատրյանը իրավունք չունի լինել եկեղեցու խորանում, դիպչել եկեղեցու սպասքին, Սուրբ Ավետարանին եւ այլն։ Հայ առաքելական եկեղեցին հիշեցնում է իր կանոնագիրքը, ըստ որի եկեղեցուն չենթարկվող խռովարարներին պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել։ Եվ մինչ վարչապետը այս կիրակի եւս Հովանավանքում կմասնակցի արդեն երկրորդ պատարագին, տեղի քահանան բարձրաձայնում է, որ կարգալույծ հոգևորականը փոխել է եկեղեցու դռան կողպեքը, որպեսզի իրեն լրիվ մեկուսացնեն տարածքից։ Մայրաթորն, ինչպես արդեն հաղորդել ենք, ապօրինի է ճանաչել նախորդ պատարագը, որն ուղեկցվեց միջադեպերով։ Տեր ողորմիա, պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանիա եւ օրհնիա ազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյաց եւ սահմանած մնաց։ Չենք պատրաստում եկեղեցուց դուրս գալ։ Մեր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցու մեջ լինելը։ Մայրաթորի կողմից կարգալույծ արված նախկին քահանան ոստիկանների մշտական պաշտպանության ներքո շարունակում է տնօրինել Հովանավանքի եկեղեցական կյանքը։ Որտեղ որ ժողովուրդն է եւ որտեղ որ ժողովուրդը ունի իր ձայնը ասելու այդ հնարավորությունը եւ իրավունքը եւ հնարավոր է հակառակ կողմից նաեւ ճնշում են ժողովրդի այդ ցանկություններին եւ իրավունքներին, ոստիկանությունը ուղղակի պարտավոր է լինել, որպեսզի բախումներ չլինեն։ Բախումներ միջադեպեր այսօր չեղան, անցկացվեց մի պսակադրություն, նաև մի խումբ կանանց օրհնություն։ Նկարվեցինք, օրհնվեցինք, շատ շնորհակալ ենք, շատ գոհ ենք Տեր Արամից լավ խոսքերի համար, ուրիշ ոչ մի բանն են չի որ ասենք, գիտեք։ Օրհնալի ձևով հասկացանք։ Հասկացան, շատ լավ։ Բառերի իմաստը։ Որ առաքելական եկեղեցին իրեն կարգալույծ է հրճակել, այսինքն ասում է, որ նա այլևս քահանա չէ։ Ով է Տեր Արամին վարքաբեկում, այլ կերպ ասած կներեք, ահա, իրավունք չունեն, եթե եկեղեցիական են, ոնց կարելի է նման ձևով վարվել Տեր Արամի հետ։ Ընդ որում բոլորն էլ տեղյակ էին, որ նախկինում Տեր Արամը, որի ավազանի անունը Ստեփան Ասատրյան է, այլևս կարգալույծ է։ Տեսեք, այս մարդիկ ամեն բան լավ գիտեն եւ իմանալուց հետո նորից իրենց ցանկությունն է, որ այդ արարողությունը ես վարեմ, ինչու, քանի որ այս մարդիկ նաեւ պատճառաբանում են, որ եկեղեցում ճանաչում են այնպիսի մարդկանց, ովքեր առհասարակ իրավունք չունեն եկեղեցում լինելու, իսկ այս մարդիկ անձնապես ինձ ճանաչում են, գիտեն իմ սիրտը, գիտեն իմ հոգևոր ծառայությունը, թե ինչպես եմ ծառայել իմ ժողովրդին կամ իրենց, եւ այս մարդիկ համաձայն են ու համաձայն չեն նաեւ իմ կարգալուծության հետ։ Նախկին քահանան շարունակում է պնդել, չի պատրաստվում լքել խորանը, շարունակելու է Աստծուն ծառայել այստեղ, որքան ստացվի։ Հերքում է, թե փոխել է եկեղեցու դռան կողպեքը, բայց հավելում փոխել է Մայրաթորի տրամադրած բնակարանի կողպեքը։ Վերապարի տված բնակարանի կողպեքն էլ են փոխել իդեպ, որտեղ աշխատող չէր։ Չէ, այստեղ չեմ փոխել։ Հովանավանքում 1 տարուց ավելի ծառայություն անցկացնող Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը սակայն հակառակն է պնդում։ Ափսոս ես չեմ նկարահանել այդ պահը, երբ որ միջուկը հանված էր ու միջուկի տեղը դատարկ էր։ Այո, եկեղեցու դռան միջուկը, որն մեջ բանալին մցում են եւ աշխատացնում ենք։ Եվ դրա իրենք հանեցին, տարան, փոխեցին, բերեցին։ Հիմա այն բանալին, որ կա մեզ մոտ, դա չի աշխատում։ Տեր Սարգիսը հոգնել է այս վիճակից, Հովանավանքում խորան չի բարձրանում։ Նրան հանդիպեցինք Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում։ Ես չեմ գնա կատարելու, որովհետև այլևս հոգնել եմ այդ ամեն քաշքշուկների մեջ լինելուց։ Ինձանից որպես հոգևորականի ինչն է հասանելի ժողովրդին բացատրել։ Ժողովուրդը արդեն ինքն է ընտրում ու կուզի գնա կարգալուծ արվածի մոտ, կուզի գնա աշխարհիկը իրան օրհնի, որպես հոգևորական, թող այդ օրհնությունը վերցնի։ Քահանան ստիպված է իրեն դիմող հավատացյալներին այլ եկեղեցիներում հանդիպել, հեռու Հովանավանքից, հեռու խնդիրներից։ Կարող են ինձ գիշերվա կեսին զանգել եւ ասել, որ հիվանդ կա եւ սուրբ հաղորդություն պիտի տրվի։
այդ դեպքում ես ինչպես պիտի հասնեմ։ Կամ հիվանդ կա, ում որ պետք է մկրտել եւ պիտի եկեղեցուց վերցվի մյուրոնը։ Ինչպես կարող եմ ես հասնել դրանց։ Տեր Սարգիսը չի հիշում, որ մինչև այս եկեղեցին ոստիկանները հսկեին։ Ներքին գործերի նախարարությունից ազատությանն այսօր փոխանցեցին։ Ոստիկաններն այնտեղ են, որ բախումներ չլինեն։ Իսկ թե ինչու է ներքին գործերի նախարարությունը մերժում կատարել Մայրաթորի դիմումում նշված խնդրանքն ու ապահովել իրեն պատկանող տարածք իր օրինական քահանաների մուտքը, պետական կառույցից առաջարկեցին գրավոր դիմել։ Անցած կիրակի Հովանավանքում կարգալույց քահանայի ձեռամբ անցկացված պատարագին մասնակցում էր նաև Մայրաթորի կողմից չար տոնված մի սարկավակ, որը իշխող կուսակցության անդամ է։ Ուղղակի ես որ գնացի տեսա ձեռնադրված սարկավակ չկա, մտածեցի կբարձրանամ խորան, վերաբերումը, ավետարան կարդալը ես կանեմ, որը որ սարկավակի պարտականությունն է, որ Տերհայրը չծանրաբեռնվել, դա էլ ինքը աներ։ 8 տարի խորան չբարձրացած Ռոբերտ Սարգսակյան Աղազարյանը կիրակի որոշել էր Լոռուց հասնել Արագածոտնի մարզ։ Կադրերում նա վարչապետ Փաշինյանի կողքին ծնկի է եկած եկեղեցական հագուստով։ Մինչ Աղազարյանը պնդում է, թե իրավունք ունի ցանկացած եկեղեցու խորան բարձրանալ, վկայականել է ունեցել 2015-ից մինչև 2020 թվականների համար։ Մայրաթորից հակադարձում են, սարկավակներին կարգալույց չեն անում, բայց նա ճեմարանը կիսատ թողած եկեղեցուց տարիներ առաջ հեռացած մեկն է, ում իրենք չեն արտոնել խորան բարձրանալ։ Նրանից քիչ այն կողմ եւս մի երիտասարդ է դարձյալ հոգևորականի զգեստով, նա էլ ըստ համացանցում տարածված կադրերի քաղաքացիական պայմանագրի երիտասարդական կառույցից է։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում իմպիչմենթի ծրագրից, Մասիսի կալանավորված քաղաքապետը կմնա վարչապետի թեկնածու։ Իմպիչմենտի գործով Չնայած հրադադարին Իսրայելը ծանր հարվածներ է հասցրել Գազային։ Երեք օդանավից դուրս գալով կալանավորվեց Մասիսի քաղաքապետը 2018-ի հեղափոխության օրերին ցուցարարներին բռնության ենթարկելու մեղադրանքով։ Գործը նոր է հասել դատավճռի փուլին։ Դավիթ Համբարձումյանը նաև հանրապետականի վարչապետի թեկնածուն է, եթե հաջողեն իմպիչմենթի ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են եւ այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենտի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին։ Քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել, տեսնել, արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, այն պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Ընդդիմադիրներին, հոգևորականներին ու Բաքվի բանտերում պահվող գերիներին ազատելու պահանջով այսօր բողոքի ակցիա էր ազգային ժողովի առջև, երբ շենքում եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ ընթանում էր Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Դավիթ Համբարձումյան, ազատություն, Սամվել Կարապետյան, ազատություն, Բագրատ Սրբազան, ազատություն, Վարդան Ղուկասյան, You prefer the regime of Nikol Pashinyan. Դուք նախընտրեցիք Նիկոլ Փաշինյանին մարդու իրավունքների ու արժեքների փոխարեն։ Մենք կիսում ենք եվրոպական արժեքները եւ եվրոպական ժողովրդավարությունը, ոչ թե ձեր երկակի ստանդարտներն ու նեղ քաղաքական շահերը։ Մենք կոչ ենք անում ձեզ քայլեր ձեռնարկել եւ արձագանքել այս իրավիճակին ու Հայաստանում առկա խնդիրներին։ To this situation and to the problems here in Armenia. Որտեղի երկակի ստանդարտներ չկիրառի եւ կոնկրետ բացամիջոցներ կիրառի իշխանական այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ուղղորդում են դատական համակարգը SMS հաղորդագրություններով եւ ազգային ժողովին այն տարիչում, որ դուք հիմա եք գտնվում, այդ մարդը ամիսներ առաջ ասել է, որ այդ
դիմախոսների տեղը ԱԱՑ տագվալներում է։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վերացրել է Վանաձորի ավականու վրա դրված արգելանքները, ինչը նշանակում է, որ ավականին պետք է առաջիկա օրերին համայնքի ղեկավարի ընտրության հարցով նիստ հրավիրի։ Եթե չհաջողվի քաղաքապետ ընտրել, ապա արդեն 4 տարի ընտրովի ղեկավար չունեցող Վանաձորի ավականին կցրվի եւ կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Դեռ 2021-ին ավելի քան 38% ձայն ստացած Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, քաղաքացիական պայմանագիրը, որ 25%-ով երկրորդ տեղում էր, Վանաձորի կառավարումը վստահեց Արկադի Փելեշյանին, որի կուսակցությունն էլ 14.5% քվե էր ստացել։ Արկադիվ ծառայությունը ենթակա է արդարադատության նախարարությանը եւ այս դեպքում ուղղակի արհեստական արգելանք ստեղծելը փաստացի նշանակում է ուղիղ ուղղորդում կառավարության եւ արդարադատության նախարարի կողմից, որը որևիցե կերպ չի կարող համարվել ժողովրդավարական պետության բնորոշ գործելակերպ։ Մենք չենք հասել այն փուլում, որ քաղաքական սեփական ամբիցիաներ խավարկենք վանաձորցու հաշվին եւ պետք է բոլոր խմբակցությունները ազնվորեն հայտնեն իրենց դիրքորոշման մասին։ Եթե նույնիսկ հրապարակայնորեն չեն ուզում հայտնել, ես պատրաստ եմ սիրով բոլոր խմբակցությունների հետ հանդիպել եւ քննարկել։ Ամենամեծ մանդատները ունի Ասլանյան դաշինքը, այստեղ շատ կարեւոր է նաեւ Ասլանյան դաշինքի դիրքորոշումը, որովհետեւ պետք է Ասլանյան դաշինքը ասի 15 մանդատ ունենալով հանդերձ, արդյոք ունի համայնքի ղեկավարի ենթադրյալ թեկնածու, եթե ունի, ով է եւ սա պետք է նաեւ քննարկվի։ Պետություն ունեն, իշխանություն են ձևավորել, երբ որ կհասկանան, որ ավականու նիստ է գումարվում, դրան համապատասխան մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք։ Այս բանը վերաբերմունք ինչ արտահայտենք, ուղղակի խոսելու համար խոսենք, այս բանը մենք որևէ բացի այդ ձեր ասած թվարկած ԴՀԿ-ի որոշումից կամ չգիտեմ արձանագրությունից կամ դատարանի դեռևս ուժի մեջ չմտած որոշումից այլ բան չունենք, երբ որ կլինի այնպիսի բան, որի վերաբերյալ մենք կարծիք պիտի արտահայտենք, մենք կարծիք ու վերաբերմունք կարտահայտենք, այս բանը որևէ կարծիք չենք արտահայտում։ Էլեկտրական ցանցերի սեփականատեր կալանավորված Սամվել Կարապետյանն առաջարկում է հոսանքի գինն իջեցնել, մինչդեռ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պնդում է, որ առաջարկն ամենևին նպատակ չունի նվազեցնել սպառողների համար սակագները։ Մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային եւ փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6 ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները, շուրջ 12 միլիարդ դրամ։ Այսպիսով հեծի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։ Արդյունքում 2025 թվականի օգոստոսի 1-ից վերանայումը կլիներ սակագների չհիմնավորված նվազեցում, ընդամենը 0.2 դրամով, իսկ դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։ Ես կարծում եմ, որ իրենք հիմա այսպես ձգձգում են որոշակի ժամանակ անցնի, լիցենզիայից զրկեն, որից հետո հայտարարեն, որ մենք եկանք այսպես հրեշտակի թևերով եւ ժողովուրդ ջան եկող տարվա փետրվարից սակագին իջեցնեն իրենց վերագրելով այդ ամբողջը։ Այս 2 ամիսը ձմեռվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, որոշակի չափով զսպվի բեռը ժողովրդի համար։ Հիմա պնդում եմ ես հիմա որպես տաշիր կապիտալի, այսպես ասեմ, ներկայացուցիչ պնդում եմ, որպեսզի հիմա արվի, արդեն 6 միլիարդից ավել միայն հեծու ունի դրական բալանս։ Հեծի կառավարումը պետությանը փոխանցելու մասին բարձրաձայնվեց, երբ միլիարդատեր գործարարը հայտարարեց եկեղեցուն իր ձևով պաշտպանելու մասին։ Միջազգային լրահոսից հրադադարը Գազայում կարճ տևեց, Իսրայելը գիշերվանից ծանր հարվածներ է հասցրել 100-ից ավելի զոհ կա։ Այս պահին կրակը դադարել է, սակայն Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաստատված խաղաղության հիմքերն ավելի ու ավելի են խարխլվում։
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով ըստ Պաղեստինի իշխանությունների 100-ից ավելի մարդ է սպանվել, որոնցից 66-ը կանայք եւ երեխաներ են։ Վիրավորվել է ավելի քան 250 պաղեստինցի։ Իսրայելը Համասին մեղադրել է ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը եւ պատանդերի դիերը վերադարձնելու պայմանները խախտելու համար, ինչը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը հերքում է։ Պաշտպանության բանակը նշել է, որ ի պատասխան հրադադարի խախտման հարվածել է մեջբերում եմ ահաբեկչական տասնյակ թիրախների եւ ահաբեկիչների, այդ թվում շարժման 30 հրամանատարի։ Իսրայելական հարվածները ականատեսների վկայությամբ շարունակվել են մինչև այսօր առավոտ։ Կեսօրին մոտ Իսրայելը հայտարարել է, որ վերսկսել է հրադադարի պահպանումը։ Հարձակումը տեղի ունեցավ հենց մեր տան մոտ, տանիքը փլուզվեց մեզ վրա։ Մեր հարևանները եկան եւ մեզ փլատակներից հանեցին։ Ինձ, կնոջս, դուստրերիս, որդիներիս եւ կնոջս հորը։ Հանկարծ սկսեցին քարեր ու բեկորներ թափվել մեր գլխին, ոչինչ չէր երևում, փոշու մեջ թաթախված երեխաները սողալով էին դուրս գալիս ավերակների տակից։ Անհավատալի սարսափ է սա, պատերազմն ավարտվեց, զինադադար հաստատվեց, իսրայելցիներն էլ ստացան իրենց պատանդներին։ Վերջ, ինչ է մտադիր են սպանել մնացածին։ Ուզում ենք, որ սա վերջանա, ես 27 տարեկան եմ, չգիտեմ ինչ անեմ, հոգնել ենք, զզվել ենք այս ամենից եւ ուզում ենք դուրս գալ այս իրավիճակից։ Հարձակումից առաջ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է անհապաղ ուժեղ հարվածներ հասցնել Գազային, սակայն չէր նշել պատճառը։ Իսրայելի պաշտպանության նախարարը պարզաբանել էր, որ Համասը հարձակվել է Իսրայելի զինվորների վրա, ինչի հետևանքով մեկ զինվոր է սպանվել անկլավի այն հատվածում, որն իսրայելական զինուժի վերահսկողության տակ է։ Համասն իր հերթին հայտարարել է, որ Նեթանյահուն առիթ է փնտրում խաղաղության համաձայնագրի պարտավորություններից հրաժարվելու համար, իսկ շարժումը հավատարիմ է հրադադարի պահպանմանը։ Չնայած այս ամենին Միացյալ Նահանգների նախագահը պնդում է, թե հրադադարը վտանգված չէ։ Ոչինչ չի վտանգի հրադադարը։ Համասը դժվար վիճակում է, բայց ասել են, որ լավ կպահեն իրենց։ Եթե լավ պահեն, լավ կլինի ու նրանք գոհ կլինեն։ Եթե լավ չպահեն, նրանց կվերացնեն եւ նրանք դա հասկանում են։ ԱՄՆ նախագահի խաղաղության համաձայնագրի առաջին փուլով Համասն ազատ է արձակել բոլոր կենդանի պատանդերին, ինչի դիմաց Իսրայելն ազատել է մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալի, հետ է քաշել զորքը համաձայնեցված դիրքեր եւ դադարեցրել մարտական գործողությունները։ Համասն Իսրայելին արդեն փոխանցել է պատանդերի մարմինների մի մասը եւ պետք է հանձնի եւս 13-ը, սակայն պնդում է, որ դիերը գտնելու համար ժամանակ է հարկավոր։ Իսրայելը Համասին մեղադրել է պատանդի դի հայտնաբերելու տեսարան բեմադրելու համար։ Բանակի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված անձին կիսական շենքից դինն նոր փորված փոսը, հետո հող լցնում վրան, ապա արդեն ժամանած Կարմիր խաչի աշխատակիցների ներկայությամբ տրակտորն սկսում է փորել, հայտնաբերում դին եւ դուրս բերում այն։ Կարմիր խաչը հայտարարել է, որ տեղյակ չեն եղել, որ դին նախապես է բերվել այդտեղ։ Իսրայելցիները երեկոյան հավաքվել են Թել Ավիվի պատանդերի հրապարակում աղոթել Գազայում պահվող պատանդերի մնացած մարմինների ազատ արձակման համար։ Հավաքվածներին դիմել է վերջերս ազատ արձակված իսրայելցի պատանդներից մեկը։ Իսկապես բառեր չեմ գտնում խոսելու այն ամբողջ սիրո եւ այն ամենի համար, ինչ դուք արեցիք իմ եւ բոլոր պատանդների համար։ Սա պատկերացնելու բան չէ։ Օրնա Նեյտրան, որի որդու դին դեռ Գազայում է, ասել է, որ հրաշք էր, երբ պատանդերն ազատ արձակվեցին, սակայն դիերի վերադարձի հետ կապված անորոշությունը խորացնում է իրենց ցավը։ Մենք ցավոտ անորոշության մեջ ենք եւ մեզ տանջում են անպատասխան հարցեր, քանզի ամոքումը պահանջում է որոշակիություն եւ սուքը չի կարող սկսվել առանց գերեզմանի։ Եվրոպական միությունը կողմերին կոչ է արել հարգել հրադադարը։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան նաև քննադատել է պաղեստինյան տարածքի վրա Իսրայելի ավիահարվածները։ Մեզ անհրաժեշտ է խաղաղության հնարավորություն, այլ ոչ թե նոր հարվածների արդարացումներ սոցցանցում գրել է նա։ Գազայում շուրջ 2 տարի տևած պատերազմի հետևանքով մոտ 69000 պաղեստինցի է սպանվել, նրանցից մոտ 48000-ը կանայք եւ երեխաներ։ Վիրավորվել է ավելի քան 170000 մարդ։ Իսրայելական կողմն ունի մոտ 2000 զոհ։ Եվրոպայի խորհուրդը զգուշացնում է, որ Վրաստանի 3 հիմնական ընդդիմադիր ուժերի արգելման փորձերը սպառնում են երկիրը մղել դեպի միակուսակցական բռնապետություն։ Իշխող վրացական երազանք կուսակցությունը 3 հայտարարեց, որ դիմում է սահմանադրական դատարան 3 խոշոր, այդ թվում նախկին նախագահ Միխայել Սաակաշվիլիի կուսակցությունները անօրինական ճանաչելու համար։
Առնվազն 132 մարդ է սպանվել Ռիո դե Ժանեյրոյում 3 ոստիկանության գործողության ժամանակ, այդ թվում 4 ոստիկան։ Սա քաղաքի պատմության մեջ խոշոր խմբավորման դեմ ուղղված ամենամահացու ոստիկանական ռեյդն էր։ Ռիոյում անցկացվելու են ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի միջոցառումները։ Կորեայի Բուսան քաղաքում վաղը հանդիպելու են Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները։ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի ավելի քան 6 տարվա դադարից հետո բանակցությունները տեղի են ունենալու Պեկինի ու Վաշինգտոնի միջև տնտեսական առճակատման միմյանց նկատմամբ բարձր մաքսատուրքերի ֆոնին։ Սա այս թողարկման վերջին լուրն էր, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, այցելեք մեր կայքը azatutyon.am, կհանդիպենք։